Որևէ նոր բան ձեզ չենք հայտնելու, ինչ-որ կանխատեսվում էր տեղի ունեցավ, այո, բնականաբար, ասում էր քննեցի 2 ամսով, շփման սահմանափակումներով, արդեն դատական ակտը կստանանք, սա կահվածքն է ընդհանրապես եւ բողոք կներկայացնենք։ Ուր են տեղափոխելու։ Դեռ հայտնի չի։ Կիմանանք, ինչ է վաղը կիմանանք։ Ոնց միջև վաղը փայլու են ստեղ։ Չէ, տանելու են, բայց մենք վաղը կիմանանք։ Որոշում բողոքարկելու հետ կապված մտադրություն չունեք։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրինի են դարձնում։ Մեկը կասում, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, որ այս դատարանը ակնհայտ ապօրինի դատական կազմով էր քննում եւ Մաս Մելքոնյանը բացարկի ենթակա դատավոր էր։ Սա հիմքերից մեկն է։ Այս ներկայապահին սա կասեմ, դետալները արդեն գործի նախագնական գաղտնիք կազմող հանգամանքներ են։ Իսկ ինչ մեխանիզմներով եք պլանավորում բողոքարկումը իրականացնել Հայաստանի ներսի։ Եվ ներսում եւ դրսում սահմանափակումներ չունենք։ Այս մասնագիտական պլանավորման մեջ։ Ոչ ահաբեկչական ձևերով։ Նայած մեկնաբանը։ Երկու բառել ես ասեմ, էլի սրբազան պայքարի սիրելի ժողովուրդ։ Բոլորիցը շնորհակալություն, որ այսօր եկել եք աջակցելու մեր սրբազանին։ Ուզում եմ ասել, որ մեր պայքարը շարունակվում է, այն ոգին, այն հավատը, որ դրել է այս պայքարի մեջ սրբազանը, այսպես մենք բոլորով պետք է իրականացնենք։ Մեր պայքարը շարունակվում է։ Մենք բոլորս հիմա այն աջակցությունը, որ մենք ուզում ենք ցուցաբերենք սրբազանին, դա միայն պայքարն է, որը ինքը հոգով, սրտով եւ հավատքով դրել է մեր մեջ։ Բոլորիցը շնորհակալություն, ապրեք, որ եկել եք, բարի գիշեր բոլորիդ։ Գիտեք ուր են տանելու։ Առավոտյան կիմանանք։ Լրագրողներ ջան, ձեզանից են շնորհակալություն, բոլորիդ շնորհակալություն, բարի գիշեր։ Դե սրբազան այդ միշտ ասել, հիմա իր տեղը ես եմ ասել։